Ողջույն սիրելիներս, բացում եմ նոր տեսանյութ, մենք տուն վերադարձանք, տեսակ նախորդ տեսանյութը արդեն տեսակ, որ պատմեցի մեր մամայիս պապիկի պատմությունը, դա կտեղադրեմ, հիմա բացում եմ նոր տեսանյութ, հաջորդ անգամվա համար, ճանապարհին մտել էինք Հակոբ Հակոբյանի վրայի զովքը, այնտեղից փոքրիկ առևտուր եմ արել, մանիկյուրիս գույնը, ես եմ ներկել, բայց պարմայից մտա և վերջապես թարմ փեթակ էին ստացել, ես շատ եմ սիրում փեթակ, գիտեմ ինսուլինս բարձր է, ինձ չի թույլատրվում, բայց ասում է 5 տարի է ցանկանում եմ ուտել ու վախենում եմ, անդադ վախենում եմ ու հիմա որ ես ինսուլինից դեղը խմում եմ, կխմեմ մի փոքր կուտեմ, հիմա աշխարհը մեռնել կա, ինչպես ասում են, վայելիր թող գնա, հա, ինչքան ընկնենք չկարելիների հետևից, երևի տենց էլ ճիշտ չի լինի, չգիտենք վաղը մեր գլուխն ինչ կգա, ժողովուրդ ջան, այսպես սա փեթակ, հետո Վահանը տեսեք ինչ բազմազանություն է գնել աշխատանքի տանելու համար, այս մեղուներից, իմիջիայլոց մեղուներից ես ալերգիա ունեմ, հենց ուտում եմ, թեկուզ մեկ հատ եթե ուտեմ, աչքերիս մեջ մարմինս սկսում է շատ ուժեղ քոր գալ, դրա համար էլ չեմ ուտում, արդեն քանի տարի է, ես գտա ինչից էր այդ ալերգիան ինձ մոտ ու այդ ժելեները չեմ ուտում, այսպիսի էլի փափուկ կոնֆետներ է գնել, էլի հետո, սա ես վերցրեցի Վահանի համար նորություն էր, սպասեք բացեմ, հա, այսպես կողքից ապրեմ թող դուրս գա, ահա, սա այսպիսի, չգիտեմ ինքը ինչ է, Վահանը ասես լավն է, սա այսպիսի կոնֆետ են գնել, հետո այստեղ տիրամիսու փորձելու համար այսպիսի տիրամիսուներ են, հետո Վահանը իր համար այսպիսի վաֆլիներ է գնել, խտացրած կաթով, ես շատ չեմ սիրում խտացրած կաթ, հետո այսպիսի հացիկներ են գնել, միքսը ինչ-որ, զլակվի միքս, ինչ-որ, այսպիսի, սա մեկ, և մի հատ էլ այս տիպի, էլի պշինիչնի, ցորենի, ահա, այսպիսի, սա էլ այսպես, հետո Վահանը էլի կոնֆետ, բնականաբար, այսպիսի կոնֆետներ, ինչ է կոչվում, լայկերս, երևի վաֆլի ես, հա վաֆլի ավելի շատ, քան կոնֆետ, այնուհետև, սա ես գնեցի, գրված էր բրնձի հացիկներ, հացիկ է, սա ինչ է, մի վարկյան նայեմ ասեմ, կրեկեր բրնձի, այսպես բրնձի, չգիտեմ սա ինչ է, երևի գարեջրի համար է ավելի շատ, գնել ենք, ռուկոլա եմ գնել, որպեսզի ուտելուց առաջ անպայման օգտագործեք նախ առաջինը աղցան, կանաչ, հա, կանաչ օգտագործեք ուտելուց առաջ, հետո նոր ինչ-որ պիտի ուտեք, որպեսզի դանդաղ մարսողությունը դանդաղ ընթանա սիրելիներս, գնել եմ համեմունքներ, քունջուտ, սխտորի փոշի և դարչին, որ չունեի արդեն դարչին, այնուհետև ձու ենք գնել, իմիջիայլոց զովքի ձուն շատ լավն է, և էժան է, և շատ լավն է, ռոյալի լեչո, արտակարգ լեչո է ժողովուրդ ջան, մի հատ տեսեք, ջրային մաս համարյա թե չունի, ինքը ջրիկ չի, շատ մածուցիկ է, շատ լավն է ու շատ համեղ է, ես ռոյալի ապրանքանիշը շատ եմ սիրում, հետո գնել եմ սունկ, քանի որ այս չինական փոքրիկ սնկերից եմ գնել, ինչա կոչվում, white beach, մաշում, սպիտակ ծովափնյա, հա,
լողը, չգիտեմ, գուցե բառը ես չեմ հասկանում, հա, չեմ կարող ասել, ինչ են անգլերենի մասնագետներ ջան, գրեք, ես անգլերեն արդեն 267-րդ թե 270-րդ դասն եմ անցնում, բավական կարողանում եմ նախադասություններ կազմել, թարգմանություններ անել, բայց բառեր կան, որ դեռ ինձ անծանոթ են եւ չեմ կարող գլուխ գովել, ասել, որ ես անգլերեն գիտեմ, չգիտեմ, կարող եմ ասել, չգիտեմ, կոպիտ ասած, էշը ցեղից կհանեմ, այսպես, սա գնել էի անցած անգամ ձեզ ցույց չեմ տվել, Քարֆուրից գնեցի ծովախեց գետիններ, հատուկ դրա համար էինք գնացել Քարֆուր, 1 կիլոգրամ գնեցի, 6000, չեմ հիշում 6000 քանի դրամ էր առանց գլուխների, համարյա մաքրած, ու մաքրած չի, պետք է այդ կաղապարից իր հանել, հա, բայց այնտեղ կային արդեն 3.5 չմաքրածները գլխով հենց, հա, եթե սիրահար եք, կարող եք Քարֆուրից գնել, Այս սնկից գնեցի, որպեսզի չինական ինչ-որ ապուր-մապուր պատրաստեմ, ես շատ եմ սիրում, և մեր վերջին գնումը թևիկներ, հավի թևիկներ եմ գնել, զովքից, և մի հատ էլ կաթ էինք գնել Էրիկի համար, որ ինքը արդեն դրեց սառնարան, խմել է, հիմա ասեմ, որքան ենք վճարել այս ամբողջի համար, ուրեմն 2 հաց էլ պարմայից եմ վերցրել, 2 հաց, փեթակը և կաթը, էլ ինչ վերցրեցինք, և հա, Էրիկին մի հատ էլի ուրիշ հացիկ ենք վերցրել, հաղարջով, սև հաղարջով, ինքը դա է սիրում, այնտեղ կարծեմ 4 ու քանիս ենք տվել, և զովքում վճարել ենք 10733 դրամ, 54 լումա, ահա, այսպես, անուշիկներս, դե ինչ, էստեղ ձեզ ասում եմ առայժմ, կհանդիպենք հաջորդ հատվածում, Ջան, բարի լույս, ասեցի մի հատ ձեզ հետ կիսվեմ, տեսեք թե ինչ գեղեցիկ ծաղիկ է տալիս, Աստված ջան, ես ինձ գեղեցիկ է, ես տեսել էի, նկարով եմ տեսել, ինքը սրտաձև, շատ մեծ, սենց կախվում են փնջերով, բայց փաստորեն սա այդպիսինը չի, երևի տարբեր են լինում, ձեզ արևոտ, գեղեցիկ, աստվածաշատ, բարի լույս, սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, ասում եմ առայժմ, ողջույն սիրելիներս, ուրեմն որոշեցի նկարել, սկզբում չէի նկարել, հիմա մտածեցի նկարեմ, ինչ եմ պատրաստում, այս էլ երկրորդ անգամ եմ սա պատրաստում, Էրիկի պատվերով շատ համեղ սոուս է ստացվում, ուրեմն 1 հավի կրծքամիսը կամ 2, դուք նայում եք ձեր ընտանիքի քանակին, կտրատում եք այսպես մանր, եթե սիրում եք առատ բուսայուղով, ես այսպիսի բուսայուղով եմ արել, այս որ ինչ են անում, ֆշիկ են էլ, Էրիկն է այդպես ցանկանում, հիմա այստեղ ուրեմն տապակել եմ, ու շատ չեմ տապակում, այն վարդագույն աստիճանի տապակում ենք հավի կրծքամիսը, ավելացնում ենք կարմիր պղպեղ, եթե սիրում եք կծու աղացած պղպեղ, կծու կարմիր պղպեղ և սև պղպեղ, ինչպես նաև աղ, դրանից հետո հիմա ես տակը կմիացնեմ, որովհետև շատ է կարմրում, այսպես տակը միացնում ենք, այստեղ ավելացնելու ենք չերի լոլիկ, ես արդեն կտրատել էի չերի լոլիկը, հետո ավելացնելու ենք այստեղ իրենց բաղադրատոմսում կա նաև սոխ, եթե դուք սիրում եք սոխ, կարող եք անել, մերոնք չեն սիրում, սոխ ենք ավելացնում ենք 1 ճաշիկ թալ լոլիկի հյուս, մի փոքր ավել կանեմ, ես շատ լավ հյուս ունեմ, իտալական, հիմա ցույց կտամ ձեզ, թալս ամբողջությամբ չի վերցնում, այսպես, ներող կլինեք աղմուկի համար, սա այսպես,
Սա իմ լոլիկի հյուսն է, այնտեղ Էվահանի կարտոֆիլն է եփվում, սա գնում եմ Պարմայից, շատ լավն է, շատ հարմար է, մի խոսքով, շատ լավն է, հենց ինքը իտալական։ Հիմա սա մի փոքր այսպես տապակվելուց հետո, շատ չենք անում, այնքան որ ավելացնում ենք վրան 100 միլի սերուցք։ Ու ես աչքաչափով այսպես, վերջ, սիրելիներս, կարող եք ավելացնել կանաչ ռեհան, այստեղ մի անգամից լցնում են հենց սպագետին, կարող եք չլցնել, օրինակ Էրիկը ասեց մամմի լցրու, ես սոուսից շատ եմ սիրում, մի քիչ ավելի շատ կանեմ իմ բաժնում, հիմա սա կեռա, կպատրաստվի և արդեն Էրիկը կուտի, հիմա սպագետին կանեմ, վերջ, սա ինքը երկու օր կուտի պրոտեինով հարուստ, ինքը հետևում է հատուկ իր սննդակարգին, իհարկե նիհարել է, բայց թե զբաղվում է նաև սպորտով։ Վերջ, անուշիկներս, սա էլ այսպես, դե ինչ, ես անցնեմ իմ գործին, շարունակեմ իմ գործը, այն էլ չեմ ցույց տա, որովհետև սպագետին պատրաստում եք պարզապես, կամ ավելացնում եք այս զանգվածին, կամ էլ հենց առանձին զանգվածից լցնում եք ձեր բաժնի վրա, սիրելիներս, այստեղ ասում եմ առայժմ, կհանդիպենք քիչ ավելի ուշ։ Ժողովուրդ ջան, բարի երեկո։ Ուրեմն քիչ առաջ պատրաստել եմ չինական, ճապոնական, թայլանդական ճաշիկ, որը միայն ես եմ բնականաբար ուտելու, անկեղծ հեչ չպատկերացրեցի, որ համեղ կլինի, գիտեք, ես քարի չիկեն պատրաստում եմ, հավը քարիով պատրաստում եմ հենց սինգապուրյան ձևով, բայց սուպիկներ երբեք չէի պատրաստել, ունեի թագավորական ծովախեցգետիններ, խոշոր, և ունեի այս փոքրիկ սունկերը, այսպես, պատրաստել եմ ժողովուրդ թե անմահական ու ունեի իհարկե չինական այս լապշաները, որը հատուկ էի գնել, ինքը հենց հատուկ միայն լապշան են վաճառում, ամբողջը գնել էի Քարֆուրից, բայց տարբեր ժամանակներում, բնականաբար ուտում են լայմով, լայմը արդեն ճզմել եմ, այս մի փոքրիկ կտորն էլ այսպես կողքը, որպեսզի ճաշակեմ, մի խոսքով շատ համեղ է ստացվել, եթե ցանկանաք բաղադրատոմսը կասեմ, ես ինքս եմ սա հնարել, այսպես ասած, հասանելի մթերքներով, հասանելի համեմունքներով, եթե սիրողներ կան, ճապոնական, չինական կամ թայլանդական խոհանոցի, կարող են գրել, ես անպայման բաղադրատոմսը կտեղադրեմ մեկնաբանության բաժնում կամ նորից կպատրաստեմ այս սուպիկից, չգիտեմ, տոմյամ չի, չգիտեմ ինչ է, բայց այսպես ես եմ պատրաստել, մի խոսքով, դե ինչ, ինձ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, ժողովուրդ ջան, բարի օր, գնում եմ Մեգամոլ մեր մեքենայով, մեր բակում ֆիլմ են նկարում, որ ցույց տամ, ես չեմ նայում հայկական սերիալներ, բայց անցա ջահելներին բարևեցի, տեսնեմ մի քիչ մոտեցնեմ, դուք կճանաչեք, որ դերասանն է, ես չեմ ճանաչում, անունը չեմ հիշում, գիտեմ, տեսել եմ բազմիցս, բայց մի հատ պտտվի, այստեղ, բայց Էմիլնա, այն դերասանին, դուք արդեն իմացաք, ովքեր էին, ես չեմ ճանաչում, անուններով, այն Էմիլին գիտեմ, այն մյուս տղային գիտեմ, անունը չեմ հիշում, լավ, այստեղ ասեմ առայժմ, չգիտեմ, ինչ սերիալ էին նկարում, նորից մի հատ գիտեմ, ինչ-որ անդադ բերում է Facebook-ը, YouTube-ում, վերջին զանգ, չգիտեմ, դա մազերս, այսպես, ընկերուհիս ասում է, որ արդեն տեսանյութերը դառնում են հետաքրքիր, որովհետև նորություն կա, մեքենայից եմ ես միանում,
գնում եմ նվեր գնելու մի շատ թանկ ու կարևոր մարդու համար, հետո ասեմ, կգնեմ նվերը ցույց կտամ, գուցե ինքը ինձ հետևում է, չգիտեմ, չեմ ուզի որ տեսնի։ Լավ, հասնեմ Մասիվ, մի քիչ Մասիվը կնկարեմ, ովքեր որ Մասիվում են բնակվում վաղուց չեն եղել, կարոտած կլինեն։ Մի քիչ նկարեմ Մասիվը, Մասիվի այգին, այստեղ ասֆալտել են, Վահանը ասում էր, որ ամբողջությամբ քանդված է եղել, քանդել են, որ ասֆալտային, ասֆալտապատել են շատ գեղեցիկ։ Մասիվի այգին ամենալավ այգիներից մեկն է, շատ լավ կանաչապատ այգի կա այստեղ։ Այս նորակառույց է, ես հիշում եմ, շատ փոքր էի առաջին դասարան, այս շենքերը Մասիվի որ նոր էին սարքել, Գայի արձանի դիմացի շենքերը, այստեղ մամայիս գործընկերուհին բնակարան էին ստացել պետությունից, դե առաջ հիշում եք տալիս էին, եկանք իրենց հյուր, այդ շենքերը, այս որ հիմա երևում են, չեմ հիշում թե որ շենքն էր արդեն, տենց է, հետո հիշում եմ, որ նվերը թողել էին տաքսի մեջ, լավ էր տաքսին կարմիր լույսի տակ կանգնած էր, վազելով գնացին աշխատակիցներից մեկը բերեց նվերը, բայց հետո հիշում եմ, որ սոված էինք մնացել, որտեղ իրենք սպասում էին իրենց 90 տարեկան պապիկին, որը շատ ուշ եկավ, իսկ աշխատողները աշխատանքից էին դուրս եկել, մեզ դասից վերցրել էին, մամային ու եկել էին, մամայիս մյուս ընկերուհին էլ իր երեխեքի հետ, հիշում եմ, որ լավ սոված էինք, բայց ամաչում էինք, գիտեք, չէինք օգտվի երբեք, տենց էլ սոված, բոլորս դուրս եկանք առանց սեղանին նստելու, երևի մի 10 հոգի կլինեին։ Դուրս եկանք ու տենց էլ սոված եկանք տուն։ Այդ դարձել էր խոսակցություն մինչև հիմա ասվում, խոսվում է։ Այսպես ամշիկներս մենք կարծես թե հասանք պարկինգ, հետո կմիանամ նորից։ Ջան, մենք հասել ենք, տեսեք ինչ գեղեցիկ մի հատ այսպիսի տաղավար եմ հայտնաբերել, կոչվում է Էլնարիո։ Մեր հայկական գործերն են ցույց տամ մի հատ զարմանակ, ես զարմացած եմ, չէ, մեր հայ վարպետներին զարմացած չեմ միանշանակ, բայց ճաշակով ցույց կտամ ձեզ իմ հավանած մատանին, տեսեք ինչ գեղեցիկ, ինչ են ասում, կուլոն, հայերեն, հիշիչ, տեսեք, հիմա այս կողմն էլ ցույց կտամ, մի հոտ տեսեք վզնուհա, կախազարդ, տեսեք թե ինչ շքեղություն, կարող եք մտնել Instagram-ում ենտեղ ունեն Էլնարիո, կարող եք նայել, տեսեք մեր հայկական, արծաթը հայկական, տարբեր քարեր կան, տեսեք, գեղեցկություն, գներն էլ մատչելի են, ես ասեմ, բան չեն, էլի չեն կծում գները, այսպիսի զարդ գնելու համար, իսկապես գները շատ լավն են, Վահանը սա հավանեց ինձ համար, այս տուրմալին, սա էլա չես գեղեցիկ, տեսեք, մատանին, գեղեցկությունը, այ հիմա ցույց կտամ, սա էլ ինձ շատ դուր եկավ, կախազարդը մատանու հետ, տեսեք անուններն էլ կան, այ ինձ դուր եկավ, տեսեք սափիրի քարով մատանին կապույտ, մուգ կապույտ քարովը, շատ դուրս եկավ շատ, տեսեք թևնոց,
մի խոսքով բոլորը ընտիր հիանալի, այսպիսի ոսկուց կա, շատ գեղեցիկ են, շատ ինչ գեղեցիկ մատանի է այս տարբեր գույնի կա, ես սիրում եմ գույներ, չգիտեմ ինչի, սա էլ է, չէ, ոնց որ Սատուրնը լինի, հետաքրքիր է, այս կողմն էլ պտտվեմ ու վերջ, տեսեք, սա կվարցն է մեր, ասիկ թիթակները, բրոշ, շատ գեղեցիկ են, շատ մեկը մեկից ճոխ ու գեղեցիկ, այստեղ ասեմ, առայժմ հետյան առևտուրս արեցի վերջացրի ու չվայմեցի խանութում, մագուսից գնեցի նվեր եմ գնել, հիմա ձեզ ցույց կտամ, թե ինչ գեղեցիկ նվեր եմ գնել, ուրեմն տեսեք, այսպիսի խրուստալից ինքը մաքուր խրուստալ է, ամերիկյան, 4-ը մեկում կարելի է ասել, տեսեք, այսպես ինքը տորտի աման է, հետո, այստեղ կարող եք դնել տորտը, հետո իրեն շրջում ես, սա կափարիչը հագնում է, այս տակը ինքը այս ներքևի, սա պտտվում է, այսպես, հիմա, այսպես, տեսեք, սա այսպես պտտվում է, այս կափարիչը հագնում է այստեղ, մատս այս սրա մեջ, դառնում է այսպիսի աման, այստեղ կարող եք անգամ աղցան, կրյուշոն, այստեղ կարելի է մրգեր լցնել, իսկ ներքևում տեսեք, կարող եք լցնել և կտրատած միրգ, և աղանդեր, և ինչ են ասում, չարազ, մի խոսքով, այսպես, տեսակ? Ամեն մեկը, բոլորը օգտագործվում է, շատ հիանալի նվեր է ու շատ լավ մարդու համար, ես շատ կցանկանայի ինքս էլ ունենայի, դուրը շատ ա եկել, բայց դե, սա էլ նվեր, այսպես ասեք, որ շատ գեղեցիկ է, այստեղ նույնիսկ կարող եք չարազել լցնել, տեսեք, այստեղ դիպ են լցրել, են որ թաթախում են, բանջարեղենը այդպես ուտում են, այստեղ հյութ է արդեն սպիրտային, մի խոսքով, և շրջում ես ինքը դառնում է կափարիչով տորտի աման, այսպես, սա էլ այսպես, այստեղ ասում եմ առայժմ, պիտի գնանք Էրիկին պարապմունքից վերցնենք ու գնանք տուն, Գնացին, գնակ, դու գնա, ուզում էի ձեզ Երևան City մոտի այգին նկարեի։ Սիրելիներս ողջույն, մենք փոքրիկ փաթեթներ ունենք, կցանկանայի ձեզ հետ էլ կիսվել, սա էլ կիսվում եմ և այսօր երեկոյան կտեղադրեմ դիտելու վլոգ կունենաք, ուրեմն ամուսինս Վահանը մեքենայի համար գնել է արգանայզեր, ինչպես ասեմ հայերեն, ոնց ասեմ, որպեսզի կոկիկ լինի մեքենան, տեսեք, չեմ բացել իրեն, չեմ հանել, որտև պիտի իջացնի տնի բեռնախցիկը, ուրեմն ինքը այսպես դառնում է քառակուսի, բացվում է, տեղադրվում է բեռնախցիկի մեջ, ու մեջը գեղեցիկ դասավորվում են արդեն այն իրերը, որոնք պետք է պահես բեռնախցիկում անմիջապես, էլի, ուրեմն վերցրել է այսպիսի մեքենան մաքրող լադ, տեսեք թե ինչ լավն է, միկրոֆայբեր, բայց շատ դուրս եկավ, սա շատ լավ պատուհանել կմաքրի, մենակ մեքենա չէ, այսպիսի ինքը գույնը բաց է ցույց տալիս, բայց ինքը շատ մուգ մոխրագույն է, գեղեցիկ գույն ունի, այսպես բաց է ցույց տալիս հեռախոսը, այս կողմը այսպիսի էլի միկրոֆայբր է, շատ գեղեցիկ, ու մի խոսքով լավն է, սա է իջնելու արդեն բեռնախցիկ և բնականաբար իմ ուշադիր ամուսինը գնել է նաև դեղատուփ, ճիշտ եմ ասում, ենքան չենք օգտագործել բառը, դեղատուփ են ասում ապտեչկան, ունի դեղատունն ասա դեղատուփը,
Հիմա տեսնենք, թե մեջը ինչեր կա, շատ հետաքրքիր, քանի իրեր Վահան մեջ է, քանի իր կա մեջը, 72 իր կա մեջը, տեսեք, սա իր, ուրեմն առաջին օգնությունը ցույց տալու բոլոր տեղեկատվություններն են, սա շատ լավ բան է, կարելի է միշտ ունենալ, եթե հանկարծ մարդը խեղդվում է, երեխան է խեղդվում, տեսեք, ինչ կարելի է անել, տարբեր, և նկարագրում է, շատ լավ բան է, մեքենայի մեջ ունենալու համար, ասենք հեռու ճանապարհ ես գնում, չնայած մենք դեռ չենք պատրաստվում, բայց ամեն դեպքում թող լինի, պայուսակը կարելի է փոխել իր ամբողջ էս եղածով, 3 տարին մեկ անգամ կարելի է փոխել։ Հիմա տեսնենք մեջը ինչ կա, սա ինչ է, սալֆետկա մեդիցինսկայա, սարբոցիոնная ստերիլնայա, հա, ճիշտ կարդացի, սորբցիոննայա, մի խոսքով, այսպիսի անձեռոցիկներ են, սա այսպես, սա այլի շատ հետաքրքիր մի բան է, ասում է, որ մգնավեննի խոլդ, առաջին օգնությունը ցուցաբերելու համար, երբ որ տրավմաներ են լինում, կոտրվածքներ, ушибներ, այսինքն հարվածներ, էլի, ռաստիժենիա связок, երբ որ ձգվում են մկանները եւ դուրս է գալիս, հա, տեղից վիվիխները։ При тепловом или солнечном ударе արևային շոկի դեպքում եւ при ожогах հարվածքների դեպքում при насильных մի րոպե կապիլյարных или նասовых кровотечениях, հա, երբ որ հարվածից կարող է լինել, հա, քթից արյուն, при подозрении на повреждение внутренних органов, հա, ներքին օրգանների վնասվածքների եւ միջատների կծելու դեպքում, եղունգներս տեսեք լվացք եմ արել, աման եմ լվացել, սա սառացնող, ինքը անմիջապես սառացնող հատկություն ունի, բայց չգիտեմ իրեն ինչպես են օգտագործում, նախապես սառացնում են, թե ինքը այսպես չէ, լավ, հետո այստեղ ինչ ունենք, ժգուտ ունենք այստեղ, ժգուտ Միխայլովա, հավանաբար Միխայլովը բժիշկ է եւ իր հայտնագործած ժգուտն է, ենթադրվում է, այստեղ ունենք բինդ, թանզիվ, ունենք թանզիվ, սա էլ է թանզիվ, սա էլ է թանզիվ, բոլորը նույնն են, բոլորը նույն չափերի մեջ են, այստեղ ունենք լեյկոպլաստ, տեսեք, լեյկոպլաստիր ֆիքսիրուющий, սա այսպես, այստեղ ունենք յոդ, բրիլյանտովի զիլոննի, հա, բանն ասա, ինչ են ասում, իմացաք արդեն, լավ, հա, ադամանդե կանաչը, մի բան են ասում դրան էլի, սա ինչ է, սա յոդ է, սա էլ յոդ է, սա զիլյոնկա էլի, հա, զիլյոնկան է, սա պախոդնայա, մայս պախոդնը զաժվլյայուշ է, սա ուրեմն երբ որ գնում են պախոդ, ասավան, անտառ գնում արշավային կրեմ է, որը բուժում է, ասենք, կտրվածքները եւ այլն, հա, վնասվածքները, երբ որ կծում են միջատները, սրանք շատ լավն են։ Այստեղ ունենք սա, հիմա տեսնեմ, թե սա ինչ է։ Մի վարքյան։ Ինչ устройством, այս ինչա, մասկայա, հա, ինչ որ դիմակա, ռոտ, устройство ռոտ, չեմ հասկանում ինչա, այս ինչա եմ հեռախոսը սենց անում մի վարքյան, ահա, ես նստեցի,
Ուրեմն սա գիտեք ինչ է, ուրեմն թոքերից վենտիլյացիա հայտ երևի կհասկանաք, հա, թոքերից երևի թե ավելորդ այդ օդը, հա, հանելու համար, մեկ անգամյա օգտագործման համար է, դիմակ է կլապանով, որը օգնում է արհեստականորեն շրջանառություն, թոքերի շրջանառության համար է, ոտ, այսպիսի մի բան է, լավ բան է, սա մկրատ է, տեսնում եք, բայց կարծում եմ սա սովորական մկրատ չէ, սա վիրահատական կամ կտրելու կամ չգիտեմ ինչի համար է, գրքույկի մեջ ամեն ինչ բացատրում է, ամեն ինչ ասում է, իհարկե Աստված մի առասցե պետք կա, բայց ինչու չէ, ահա սա էլի այդ թոքերի համար դիմակը, այստեղ ունենք ուրեմն պերեկիս վադառոդ, ջրածնային, հա, պերեկիս ջրածնային ինչ? Պերոքսիդ, երևի էլի պերեկիս վադառոդը հայերեն մի խոսքով իմացաք և կա դիմակ, պարզապես դիմակ, ահա, սա մի հատվածն է, տեսնում եք ինչքան լավ է, վան տեսել ես, ես ինչ վիրահատական մկրատ է, ինչ ասես թե չկա ժողովուրդ ջան մեջը, իմիջիայլոց սովետական տարիներին ես հիշում եմ, երբ որ չէր լինում այսպիսի ուրեմն դեղատուփ, մեծ տուգանքներ կային, շատ մեծ տուգանքներ կային, ես հիշում եմ, նույնիսկ կարող էին զրկել իրավունքից, մեքենա վարելու, որովհետև սրանք շատ կարևոր են օրգանիզմի համար, չգիտեմ, ոնց դրեցի վահանը, հետո կտեղավորի, սա այսպես, հետո այստեղ ինչը կպածավ սա, չհասկացա, սա կպածա, թե ինչ-որ միտեղ հագցրածա, լավ, այսպես ցույց կտամ, հավանաբար կպածա, ուրեմն այստեղ ունենք մեկ անգամյա անձեռոցիկներ ռետինից, ականջի չոփիկներ ունենք, այստեղ կա սկավառակը, սա այսպես, հետո, բան, այս կպած, այս կարել են հետը, հա, չէ, ուղղակի, հա, կարելի է այսպես բացել, մի րոպե բացեմ, ահա, այստեղ էլի տեսեք 3 հատ էլի թանզիֆ է, այսպիսի և այս անձեռոցիկները, մի բժշկական, այսպիսի, երկտակ, երկշերտ, հա, թանզիֆից անձեռոցիկներ, այսպես սիրելիները, սա էլ այսպես փակվում է շատ գեղեցիկ, լավ, 2 հականով, Аптечка первой помощи. Շատ լավ բան է, թանկ չէ, կարծեմ 6000 դրամ է, ունենալ մեքենայում, կարծում եմ, որ պետք է, օրինակ Վահանինի շատ լավ ընկեր ուներ և շատ անհեթեթ, այսպես վթարից մահացավ, ցավոք չէր ունեցել մեքենայի մեջ, այսպիսի զարմանալի էր, որ չէր ունեցել, որտև ինքը այն մարդն էր, որ չգիտեմ, կամ մեքենայից ինքն էր հեռու եղել, չգիտեմ, առնաքանվել էր, մի խոսքով, եթե ձեռքի տակ լինեին այսպիսի բաներ, գուցե ինքն իրեն կկարողանար օգնել, որովհետև շատ գիտակ ֆիզիկ էր, շատ երիտասարդ էր, մի խոսքով ես շատ ծանր եմ տարել իր կորուստը, որովհետև սիրել եմ այդ մարդուն որպես ինձ եղբայր, որպես մեր ընտանիքի լավ ընկեր, իր ընտանիքով, 3 երեխա ուներ փոքրեին, մեկն էլ նորածին էր, մի խոսքով սիրելիներս շատ ծանր եմ տարել, լավ, դե ինչ, այս անգամին վրա չեմ պահում, ասում եմ ձեզ լավ մնացեք, ձեզ լավ ու գեղեցիկ օրեր, սիրուններս, լավ եղեք, արևներ, ջերմություն, սեր, ասեք, որ սիրում եք իրար, միշտ ասեք, և ինչպես միշտ ասում եմ,
Մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով, պաչիկներ։